Շարունակվում է Առավոտ լույսով վիքենդը, սիրելի հեռուստադիտողներ, եւ ժամանակն է, որպեսզի անդրադառնանք նաեւ կինոաշխարհի նորություններին, մասնավորապես հայկական արտադրության ֆիլմերին, որոնցից մեկի մասին առաջին ալիքի եթերից վստահաբար շատ լսել եք խոսքը հենց առաջին ալիքի հանրային հեռուստաընկերության արտադրած Սիրո մեղեդի խաղարկային ֆիլմի մասին է, որտեղ իհարկե մեղեդին գերիշխող է, բայց այնտեղ սերն է, ցավը, պայքարը, երևանյան պատմությունները եւ ոչ միայն ու հենց այս ֆիլմի մասին էլ ունենք հնարավորություն խոսել այսօր մեր հյուրերի հետ։ Տաղավարում զրուցելու ենք դերասանուհի Մարիամ Ղազանչյանի եւ հեղինակ կատարող երաժիշտ Վարուժան Գալտակյանի հետ։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար եւ ինչպես մենք ենք սիրում ասել, ավանդական դարձած մեր Առավոտ լույսով վիքենդի հարցը, ինչպես է սկսվել առավոտը։ Ինչպես միշտ սովորական արդեն իսկ զբաղված ուղեղով եւ մտքերով, բայց քանի որ այստեղ եմ, նշանակում է ամեն ինչ լավ է։ Նախաճաշել եք թե սուրճ եք խմել միայն։ Սուրճ խմել եմ, բայց չեմ նախաճաշել։ Ահա, շատ լավ։ Դուք։ Իմ առավոտը միշտ սկսում է երեխայի ձայնից, նվոցից։ Զարթուցիչը երեխան։ Հա, ինքը միշտ շուտ է զարթնում, բոլորից զարթնացնում է, տենց միշտ իրանով է սկսում։ Ոնց որ այսօր էլ, տենց էլ միշտ։ Առիթն օգտագործելով ոչ միայն ձեզ, այլ նաև ստեղծագործական ողջ թիմին պետք է ասենք շնորհավոր, որովհետև ֆիլմը արդեն մոտ 1 ամիս է, մեծ էկրանին է եւ հանդիսատեսը առիթ ունեցել է վայելելու այս ֆիլմը, բայց մի փոքր բացենք գաղտնիքներ եւ պատմենք, թե ինչ ուղերձ ունի Սիրո մեղեդին, որը հայտնվեց մեծ էկրանին, ինչ է պատմում մարդկանց։ Չի ասի, որ կոնկրետ մի ուղերձ ունի ֆիլմը, որովհետև կարծում եմ ֆիլմը ունի մի քանի ուղերձ։ Ինչը շատ կարևոր է տարբեր սերունդների համար, օրինակ ես չի ասի, որ այս սերնդի համար է նկարահանած ֆիլմը, դա կհասկանա թե երիտասարդ սերունդը, դա կհասկանա թե միջին սերունդը, օրինակ իմ սերունդը այդ 2000-ականները հաղթահարած մարդիկ, եւ ավակ սերունդ։ Իհարկե ավակ սերունդը, որովհետեւ թե կա նոստալգիա շատ հետաքրքիր, որի մասին լսելուց, կարդալուց արդեն հուզվում ես, ազդվում ես, հիշում ես ու հետո հասկանում ես, որ այդ նույն իրադարձությունները տեղի են ունենում նաև այսօր։ Հետևաբար կարծում եմ ուղերձը կախված է նրանից, թե ինչն է քեզ անհանգստացնում այդ պահին։ Հենց այդ էլ դու վերցնելու ես, ինչ որ այդ պահին քեզ հանգիստ չի թողնում։ Դուք ինչպես արձագանքեցիք Մարիամ, երբ ստացաք ֆիլմում նկարահանվելու առաջարկը։ Նախ ասեմ, որ սա Արամ Շահբազյանի հետ մեր համատեղ երկրորդ աշխատանքն է, որտեղ նախկինում ես արդեն նկարահանվել է իր մոտ։ Շատ ուրախացա, որովհետև սա եւս մեկ առիթ էր Արամի հետ աշխատելու, պատիվ էր ինձ համար իր հետ աշխատելու։ Շատ ուրախությամբ ստացա առաջարկը եւ հետո բնականաբար արդեն հանդիպեցինք, խոսեցինք, քննարկեցինք եւ այդպես ամեն շատ լավ է ընթացել։ Վարուժան, իսկ ձեր դեպքում ինչպես եղավ համագործակցությունը, որովհետև Սիրո մեղեդին ֆիլմում, հատկապես մեղեդին շատ կարևոր է եւ այն երգերը, որոնք ստեղծվել են հերոսի Արսեն Վարունցի համար, դուք եք հեղինակել, ինչպես եղավ այդ աշխատանքը։ Իրականում ոնց որ այդ կերպարը գրելուց սցենարիստը որպես պրոտոտիպ վերցրել է ինձ, մենք ոնց որ ծանոթ էինք, ինքը ինձ ճանաչում էր ու ես էլ միշտ 15 տարեկանից ինչ-որ փաբերում նվագել, երգել, փողոցում քայլել, իմպրովիզացիաներ անել, ինչ-որ տարօրինակ երգեր փորձել ստեղծագործել ու որպես պրոտոտիպ ոնց որ վերցրել ինձ, դրա համար աշխատանքը շատ հեշտ էր, որովհետև ինձ ասում էին, այսպես մի հատ տեսարան է պետք, մի հատ երգ, ու ոնց որ գալիս էր արդեն այդ տեսանի երգը միանգամից հենց իմպրովիզ հիմնականում աշխատել եմ անեմ, եթե տեսանի իմպրովիզեր, որ այդ պահն էլ բնական լինի, ու հիմնականում շատ հեշտ է եղել աշխատանքի process-ը, երգերը մի քանի հատ երգ եղել է, որ արդեն եղել են իրանք, մինչև այդ գրված ուղակի շատ են սազել, որոշել են, որ ընտրեն այս կերպարի համար, ու շատ հետաքրքիր փորձեր, ինչ որ կոնկրետ կերպարի տեսանկյունից ոնց որ ներկայացնել իմ երգերը, ես էլ կողքից ոնց որ ինձ նայեի, ինչ որ պայտակ հետաքրքիր էր շատ հավես էր։ Իսկ ինչպիսին էր փորձառությունը հենց ֆիլմի աշխարհում, ինչով էր տարբերվում նախորդ արված աշխատանքներից եւ ինչպիսին էր ֆիլմի մոգական աշխարհը։ Ֆիլմի աշխարհի հետ ես իրականում մի քիչ ավելի մոտիկից ծանոթ եմ, որտեղ ավարտել եմ թատրոնի կինոյի պետական ինստիտուտը հենց ռեժիսուրայի բաժինը, աշխատել եմ ֆիլմերում էլ, հիմնականում որպես երկրորդ ռեժիսոր, բայց որպես երաժիշտ այս ամեն ինչին մոտենալը
մի քիչ դժվար էր, որովհետև ներսից փոքրիկ ռեժիսոր ասում էր արեցի։ Բայց ամեն դեպքում Շահբազյանի հետ միանշանակ շատ հարմար աշխատել, որովհետև կա հեղինակությունը ու իր կարծիքը շատ ոնց որ կարևոր է։ Օրինակ այնտեղ երկա, որ ինքը մի քիչ լավ չի երգում, ասենք դերասանը, ու ես ասեմ, որ բայց կարա մի հատ ավելի լավ երգի, ու ինքը ասում է չէ, որովհետև նա ինքը փողոցի երգիչ է, ինքը չպետք է օպերայի ձենով, ինքը պետք է այդ մի քիչ վատը երգի, որովհետև այդ իր կերպարն է, ու արդեն միանգամից հասկանում ես, որ այո, ամեն դեպքում իմ համար համել ռեժիսորական մաստեր կլաս էր այդ տեսանկյունից։ Հանդիսատեսը մասնավորապես կինոմանները հայկական ֆիլմերում միշտ առանձնացնում են Արամ Շահբազյանին իր յուրահատուկ ձեռագրով ոչ միայն ֆիլմերում, այլ նաև աշխատելավոճով։ Ինչպիսին էր այս անգամվա աշխատանքը, Մարիամ, նրա հետ որպես դերասանի, արդյոք տալիս է այն բաց տարածությունը, որտեղ կարող ես ճախրել։ Իրականում Արամի հետ աշխատելը շատ ունիկալ է, որովհետև ինքը արդեն իրենով շատ ունիկալ երևույթ է։ Միևնույն ժամանակ մի քիչ սխալ կլինի, եթե ասեմ բարդ, քանի որ մենք իսկապես խոսում ենք նույն լեզվով, շատ հետաքրքիր, Արամը շատ պահանջկոտ ռեժիսոր է եւ թե դերասաններ ընտրելու հարցում, թե առհասարակ, այսինքն ոչինչ իր աչքից չի վրիպում երբեք, բայց այդ նախապատրաստական աշխատանքները, երբ որ սկսվեցին, ինձ համար դա շատ կարևոր է, նախ ունենալ շատ երկար դիալոգներ ռեժիսորի հետ, ոչ թե պարզել, թե գրվածն ենք մենք խաղում, այլ ինչի մասին ենք մենք խաղալու։ Այդ շատ կարևոր է ինձ համար, հետևաբար, երբ որ մենք մտել ենք նկարահանման հրապարակ, մենք արդեն գիտեինք ինչ ենք անելու, այսինքն ինչ է տեղի ունենում, ինչի համար է տեղի ունենում եւ ինչ է դրան հաջորդելու։ Հետևաբար Արամը կարծում եմ ինչ որ դուք ասեցիք շատ ճիշտ են ասում եւ իսկապես ինձ համար շատ մեծ պատիվ է իր հետ գտնվել նույն նկարահանման հրապարակում։ Դա մեծ փորձ է ու Արամի հետ աշխատելուց հետո էլ ոչ միտեղ չես խեղճանում կոպիտ ասած, արդեն մի տեսակ ուրիշ ես։ Ինչն էր ամենադժվարը ու ամենահաճելին այս նախագծում։ Դժվար մի քիչ երևի թե ավելի շատ տեխնիկապես էր դժվար, որովհետև այն ինչ որ վերաբերվում էր մեր այսինքն դերասանական տворческий մասին, ստեղծագործական հատվածին, այդ ամեն ինչը արդեն պարզաբանած էր, քննարկած էր, փորձեր էր արված, խաղընկերների հետ հանդիպումը, տեսարանների բացատրելը եւ մնացած ամեն ինչը տեխնիկապես բարդ էր այն, որ շատ խիտ էր գրաֆիկը, պիտի այնտեղ հասցնեի եւ երգերը սովորել եւ ստուդիա գնալ ու այսպես ամեն վարքյանը հաշված էր, բայց այնքան հաճելի էր այդ process-ը, որ նույնիսկ այդ դժվարությունները շատ հաճելի էին թվում։ Իսկ ձեզ համար, Վարուժան։ Դժվարություն չի եղել իրականում, շատ հարազատ էր էլի կերպարը։ Ես մի կերպարի համար եմ էլի ոնց որ գրել, ընդհանուր ֆիլմի մեջ կա Բամբիրի երգերից, կա Դիջիսի երգերից, իմը հենց կոնկրետ կերպարի երգերն էր ու դժվարություն շատ չեմ զգացել իրականում, որտեվ շատ հարազատ կերպար էր ինձ։ Խոսենք նաև իմպրովիզացիաների մասին, որոնց մասին եւ դուք ձեր խոսքում եք նշում եւ իհարկե կերպար, եթե դիտել են մեր հեռուստադիտողները ֆիլմը կփաստեն, թե ինչպես էր իմպրովիզացիոն տարբերակով ստեղծում փողոցում այդ երգերը կամ կորպորատիվների ժամանակ սկսում երգել։ Ինչ է իմպրովիզացիան առհասարակ, թե երաժշտության մեջ, թե որպես ապրելավոճ, արդյոք պետք է անդադար դիմել իմպրովիզների։ Իմպրովիզացիան այդ մի հատ process է, երբ որ դու անջատում ես քեզ ու թողում ես, որ ուղեղը տանի այն ինչ որ ինքը կարողանում է անել։ Իրականում իմպրովիզացիան մի փոքր տենց բնատուր բան է, դու իրան կարաս զարգացնես, բայց ամեն դեպքում մի քիչ պետքա ոնց որ այդ բնատուրը լինի, չպետքա մտածես, անջատում ես ուղեղդ ու գնում է իմպրովիզացիան։ Օրինակ ես համերգներ եմ կազմակերպում հիմնականում փոքրիկ փաբերում ու մեծ թուղթ եմ դնում, ինչ որ ամեկ ֆորմատի, հանդիսատեսը գալիս է, ինչ մտքով անցնում է, գրում է։ Չեք պատկերացնում ինչ բառեր անցնում մարդկանց մտքով, սովորաբար, բայց իրանք այդ բառերը գրում են։ Շատ անհավանական, մարդիկ կան նպատակով բարդ բառեր են գրում, որ չկարողանաս իմպրովիզացիա անես։ Ու վերջում նայում ես ուղակի թղթին ու այդ բոլոր բառերը դառնում են երգ, այդ ընթացքում դու չես կարող մտածես, որ վարքյանին մտածես ես ոնց կապես այն մյուս բանին չի ստացվելու։ Ուղղակի անընդհատ այդ պետքա փորձես
այնքան միջև դառնա ուղղակի ավտոմատ մեխանիզմ, ոնց է սիրտդ աշխատում, դու չես մտածում, չէ, այ հիմա խփի, հիմա մի խփի կամ թող։ Նույն ձև պրոստը դառնում է ինքը ավտոմատ մեխանիզմ։ Քայլում ես, մի երկու հատ բառ ես գտնում, կապում ես իրար, սարքում ես պատմություն։ Մարիամ, ինչ նմանություն կա ձեր եւ ձեր կերտած կերպարի միջև, եթե կա նմանություն։ Չկա նմանություն, բայց կան սիտուացիաներ, որոնք ես կողքից տեսել եմ, այսինքն իրանք իրական են, այն ինչ որ տեղի ունենում ֆիլմում, իրենք հորինված չեն այդ սիտուացիաները, այդ ապրումները, այդ կարգավիճակը ու իրականում, քանի որ ինձ հետ իսկապես որևէ կապ չուներ հերոսուհին, ինձ շատ հետաքրքիր էր իրեն խաղալը, այդ բնավորությունը խաղալը, այդ իրավիճակները, ճակատագիրը, հետևաբար չկա նմանություն։ Իսկ այս դեպքում եթե նմանությունները չկան, այ աշխատանքը որտեղից է սկսում, ինչպես եք սկսում մարմնավորել այդ կերպարին։ Սկսում եմ ուսումնասիրել, սկսում եմ հասկանալ, հետո ես այն դերասաններից եմ, որ օրինակ պիեսը եւ սցենարը միշտ ունեմ տանում ու աշխատում եմ դերի վրա եւ նկարահանումներին միշտ պատրաստված եմ գնում, այսինքն այդպես ինչ որ անպատրաստի չեմ սպասում որ ինձ ասեն ինչ որ ամեն դետալը, հետեւաբար ռեժիսորի հետ էլ շատ երկար զրույցներից հետո դու գալիս ես դրան ու տանը աշխատանքը դառնում է ավելի հեշտ, այսինքն ես հստակ իմացել եմ ինչի վրա պիտի աշխատեմ, որն է ճիշտ, որն է սխալ, ինչ պետք չէ անել, ինչ պետք չէ անել եւ ինչ կարելի է ավելացնել, հա, հետեւաբար ինձ համար սա իսկապես շատ պատասխանատու դերակատարում էր եւ շատ հաճույքով եմ ես աշխատել։ Խոսենք նաեւ տեսարանների մասին, որովհետեւ միշտ այդ կերպարը մարմնավորելիս մեզ համար ինչ որ բարձ նկարահանման օրեր են լինում կամ շատ թեթև անցնող եւ հեշտ տեսարաններով լի։ Որն է ամենատպավորիչ տեսարանը եղել քեզ համար, որտեղ դու մարմնավորել ես գուցե ամենաէմոցիոնալ կտորը կերպարի։ Ասեմ, էմոցիոնալ, որ ասեմ ինչ որ բարդ, որ շատ բարդ է եղել, չէ, բայց ունեցել եմ շատ բարդ օր, ես ներկայացման էի ու պետք է գայի հասնեի ու այնտեղ հաշված վարքյաններին, որտեղ արևը մայր էր մտնում ու այդ տեսանը հենց այդ օրը պիտի նկարվեր, դա այն տեսարանն է, երբ Կարինեն տեսնում է Գարիկին իր ընկերու հետ եւ երեխայի հետ ու կրուպնի պլան, ես հիշում եմ, որ ես ուշանում էի խցանումների պատճառով, ոչ ժամանակին դուրս է եկել, բայց ինչ որ անհասկանալի խցանումներ ստացվեցին, դա մի հատ առանձին կարճամետրաժ ֆիլմ էր, իմ գալ տեղ հասնել, անընդհատ զանգերը, Արամի զանգերը, ես ասում ես արդեն Աբովյան քաղաքում, ես մենակ հիշում եմ, որ ես մտել եմ այնտեղ որտեղ նկարանում են հրապարակն է, գրիմյորը բացել է դուռը, ճանապարհին շոր փոխելով, գրիմ անելով, ես կանգնել եմ այնտեղ, որտեղ արդեն դրած էր կամերան եւ ամեն ինչ ասել են մատոր, ես խաղացել եմ տեսարանը եւ ասել եմ վերջ, արևը մայր մտավ։ Բայց տեսարանը ստացված է։ Տեսարանը ստացված է եւ այո, կա այդ տեսարանը։ Կարևորը ստացված է։ Դե եթե թողել են, չեն մոնտաժել, նշանակում է ստացված է։ Ահա, բայց պատմությունը իսկապես հետաքրքիր է, կարող է փոքրիկ այսպես կարճամետրաժ ֆիլմ լինել ինքնին։ Իմ այդ պետքա շատ անսպե ես չգիտեմ ոնց եմ խաղացել այդ տեսարանը, երևի այդ ներվային վիճակը գալ հասնել այդտեղ դա էլ օգնեց, նպաստեց։ Ներվը ավելացրեց։ Հա, բայց ովքեր որ ֆիլմը դիտել են, ասում են այդ տեսարանից կոնկրետ շատ են կազդվել, հա։ Ու ես չգիտեմ Գաղտնիքը պարզել հաստատ Գաղտնիքը հա պարզել բայց այնա փաստը որ թե թատրոնում թե կինոյում ինչ ասես կարա լինի ուղակի ու ցավոք հերոստադիտողը կամ հանդիսատեսը երբեք չգիտի թե դու ինչերի միջով ես էլի անցնում Վարուժան ձեր դեպքում որ երգը եղավ հետաքրքիր ծնունդով որը ստեղծվեց ֆիլմի Արսեն Վարունցի համար այս դեպքում Կորպորատիվի երգն է ինձ տենց հետաքրքիր շատ դուր եկել, որտեվ այդտեղ ազատությունը մի քիչ շատ են ինձ տվել, այսինքն չկար հստակ տեսարան, կար որ դու մտնում ես, անում ես իմպրովիզացիա, կորպորատիվա, հորինի սաղ մարդկանց, ու ոնց որ ես արդեն այդ պերսոնաժներին ինքս հորինելով, հետո դրա վրա արդեն այդ մի ամբողջական տեսարանն է, որ ինքը քայլում է ու հանդիպում է այդ թիկնապային, արբեցողին, այս մյուսին, այն մյուսին, բավականին հետաքրքիր էր, որ ոնց որ դու գրում ես ուղակի երգի բառեր, բայց այդ արդեն վիզուալիզացվում է, ոնց որ քաստինգ են անում ըստ դրա, հետաքրքիր էր այդ տեսարանը, ոնց որ փոքրիկ բեմադրված երգ լիներ, այդ առումով շատ հետաքրքիր էր։ Ինչպիսին է արձագանքը հանդիսատեսի կողմից եւ դուք ինչ կցանկանայիք որպեսզի հանդիսատեսը տաներ իր հետ կինոսրահից։ Արձագանքները
շատ տարբեր են դրական առումով, որովհետև մարդիկ իրականում ում հետ ովքեր այսինքն ինձ ինչ որ բան են ասել, ասում են մենք շատ ազդված ենք դուրս եկել եւ միևնույն ժամանակ ժպիտը երեսներից, այսինքն ինքը ֆիլմը ճնշող չէ, իր մեջ կա թե հումոր, թե ողբերգություն, թե նոստալգիա, թե սեր, թե այդ երաժշտությունը մենակ արդեն ամեն ինչ ասում է։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուրը ասում եմ ինչ որ մի բան իր հետ կտանի անպայման, որովհետև ֆիլմը շատ մտածելու առիթ է տալիս, հիշելու առիթ է տալիս, մի քիչ ավելի ուշադիր լինելու առիթ է տալիս, ցանկացած սերնդի մասին է խոսքս։ Եվ որպես այսպես եզրափակիչ խոսք, քանի որ չխոսվեց այդ մասին, ես ուզում եմ իմ բոլոր խաղանկերներին շնորհակալություն հայտնել, հատկապես Միկա Վաթինյանին, որովհետև ես շատ ուրախ եմ, որ էլի սա երկրորդ դեպքն է, որ մենք խաղանկեր ենք միասին Միկայի հետ, ես ուրախ եմ, որ ունեցա այդ առիթը, որ նման տաղանդավոր մարդու հետ ես առիթ ունեցա աշխատելու։ Իրականում նաև հանդիսատես կինոդիտող է այս դեպքում կբացահայտի նոր կերպար, նոր դերասան, նոր գույն Միկա Վաթինյանի մոտ եւ իհարկե շնորհավորում ենք բոլորին եւս մեկ անգամ եւ վստահ ենք, որ ֆիլմը մեծ հաջողություններ դեռ ունենալու է, շատ է սիրվելու հանդիսատեսի կողմից, բայց մեր բոլոր այն հեռուստադիտողներին, որոնք դեռ չեն դիտել ֆիլմը, կարող են փոքրիկ գաղտնիք բացել այս անգամ մեղեդու տեսքով, քանի որ մեր տաղավարում կա նաև կիթառը եւ եթե հրացանը տարածքում է, բեմում է, ուրեմն պետք է կրակի։ Այս այն գիտարնա, որը նկարվել է ֆիլմում իմիջայլոց, ուղղակի այդ ժամանակ էլ ստիկերները չկային։ Ստիկերները չկային, բայց Եվ ինչ կլսենք հիմա, արդյոք ֆիլմից որևէ ստեղծագործություն, թե այո, գուցե նոր իմպրովիզացիա։ Եթե թղթի վրա բառեր գրենք, կամ ինչ-որ բանի վրա։ Պիտի պատրաստվենք։ Դա եթերից հետո կփորձենք։ Լավ։ Կարանք փորձենք։ Կուզենամ օրորոցային երգ կատարեմ։ Ճիշտ է առավոտ է, բայց ինքը բավականին հաճելի երգ։ Երբ լուսինը ձուլվի ամպերին, կփակվենք օպերա տանթերի, և հոնքերդ նման աղեղի, ցույց կտան դերախտի ուղի, երբ հանգեն բոլոր պոետները, ու չգրվեն էլ տողեր կրակով, անգամ այդ ժամին բարերը, կհոսեն քո մասին արվեստի երակով, երբ կյանքս թվա անիմաստ, ես էլ ծովը նետված ճղված առագաստ, կկանգնի իմ դեմ որպես ավերժ մի փաստ, քո մարմինը ապակյա սլացիկ ու զգաստ, երբ քնես անկողնում փափուկ, ես կխլացնեմ ողջ դրսի աղմուկ, վարակույրը չի ճոճվի քամուց, ես կլսեմ քո շնչելու շշուկը, երբ քնես դու շատ խորը, ես կհաշվեմ քո թարթիչները, կզգամ քո արտաշնչած օդը, դու այնքան մոտ ես, իսկ ողջ իմաստն այս երգի նրանում է, որ այն կիսա դու լսես, քնիր նրա ընթացքում, որ երազում ինձ գրկես դու, իսկ ողջ իմաստն այս երգի նրանում է, որ այն կիսա դու լսես, քնիր նրա ընթացքում, որ երազում ինձ գրկես, քնիր դու, հանգիստ աչքերդ փակիր, մոմի պես հանգիր և ուշավակիր։ Երբ քնես քեզ կնկարեմ, ոչ թե վրձինով, այլ բառերով, երբ արթնանաս քեզ կընկալեմ, որ նկարեմ քո հոգին, եթե վերցնեմ խործովի հատակը ու ձուլեմ անապատի տակ ճաքերին, այդ ամենին խառնեմ կյանքիս նպատակը, կստանամ ես գույնը քո աչքերին, եթե վերցնեմ մայր մտնող արևը ու քամեմ յասամանի ջերմակ թերթերին, այդ ամենին գումարեմ գարնանային անձրևը, կստանամ ես գույնը քո շուրթերին, եթե վերցնեմ ծորենը դաշտի ու ձուլեմ մանկության փայլուն հրաշքին, այդ ամենին ոսկին, որը չի մաշվի, կստանամ ես գույնը քո մաշկի, եթե վերցնեմ ագրավի թևերը ու ձուլեմ ես այն կաղնու կեղևին, այդ ամենին գումարեմ անլուսին գիշերը, կստանամ ես գույնը քո մազերին, եթե վերցնեմ երկնքի կապույտը ու ձուլեմ լճակի արտացոլանքին, այդ ամենին կրակ, որը չի հանգի, կստանամ ես գույնը քո ներքին, իսկ ողջ իմաստն այս երգի նրանում է, որ այն կիսա դու լսես, քնիր նրա ընթացքում, որ երազում ինձ գրկես, քնիր դու
Շնորհակալ ենք հրաշալի կատարման համար։ Բայց թեև երկօրոցային է եւ շատ հուզիչ, հորդորում եք չքնել։ Այո, որովհետեւ դեռ առավոտ է, օրենօր է սկսվել, այն էլ հանգստյան օր է եւ շնորհակալ ենք անչափ, որ այսօր կիսեցիք ձեր առավոտը մեր ու մեր հեռուստադիտողների հետ։ Եվս մեկ անգամ բոլորին հիշեցնենք, որ Սիրո մեղեդի ֆիլմը մեծ էկրանին դուք եւս կարող եք վայելել, սիրելի հեռուստադիտողներ։ Այո, եթե դեռ չեք հասել դիտել, թող սա լինի հրաշալի հնարավորություն եւ մոտիվացիա գնալու կինոթատրոն եւ անպայման դիտելու ֆիլմը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում ձեզ։ Սիրով, իսկ մենք շարժվում ենք առաջ, լսում ենք երաժշտություն ու կվերադառնանք։